Արարատ հայկական կոնյակը ներկայացնում է իր նոր մշակութային նախագիծը նվիրված մայրաքաղաք Երևանին։ Արարատ-Երևան ձայնային ուղղացույցը հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, դրա մշակութային բազմազանությանը եւ պատմական հարուստ ժառանգությանը։ Նախագիծը մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության եւ անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։ Այսօր Երևանի կոնյակի գործարանը եւ Արարատ թանգարանը մեծ հաճույքով ներկայացնում են Երևանի բնակիչներին եւ մեր մայրաքաղաքի հյուրերին Երևան Գայդ զբոսանքը, որը հույսով ենք հնարավորություն կտա բոլորին, ովքեր կանցնեն եւ կբացահայտեն իրենց համար բոլոր այն կետերը, որոնք նշված են, կբացահայտեն քաղաքը յուրովի, ոչ միայն պատմական, այլև ժամանակակից կողմից։ Երևանի կոնյակի գործարանը եւ Արարատը շատ են սիրում մեր մայրաքաղաքը եւ այս նախագիծը տուրք է եւ կբացահայտի նորից մեր սերը Երևանին։ Այս ձայնային ուղղացույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջարկված հետագծի շրջանակներում ձեզ հետ կզբոսնի լրագրող եւ գրող Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը, ով ներկայացնում է ոչ միայն զարմանահրաշ պատմություններ, այլև կիսում ձեզ հետ Երևանի հանդեպ իր անկեղծ հույզերը։ Շատ հետաքրքիր խնդիր էր ինձ համար։ Ես եմ այդ խնդիրը դրել իմ առջև, քայլել Երևանյան փողոցներով եւ փորձել պատմել ամեն մի շենքի մասին։ Ես չեմ կարող ասել, որ ես պատմել եմ բոլոր շենքերի մասին, բայց մեծամասնության մասին ինձ հաջողվել է պատմել, ու գիտեք, ես շատ ուրախ եմ իմ գիտելիքները, իմ իմացածը կիսել բոլորի հետ, եւ երևանցիների հետ, եւ ոչ երևանցիների հետ, որովհետեւ իրենք կտեսնեն քաղաքը կամ քաղաքի ինչ-որ մի փոքրիկ հատված իմ աչքերով։ Այնտեղ միտեղ կա, ես չեմ ուզում հիմա փակագծերը շատ բացեմ, բայց միտեղ կա, որտեղ ես խնդրում եմ աշխատացնել երևակայությունը եւ փորձել պատկերացնել, թե այս տեղը ինչ տեսք ուներ 100 տարի առաջ, 50 տարի առաջ։ Տեղեր կան, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, բայց չենք պատկերացնում ինչ նշանակություն ունեն եւ ինչ հետաքրքիր կարող են լինել այդ տեղերը։ Այդ զբոսանքի ժամանակ հուսով եմ ինձ հաջողվեց դա անել եւ ես գիտեմ 3 լեզու եւ այդ զբոսանքը ձայնագրել եմ 3 լեզվով։